Խոսքը չի վերաբերում իրական դիտորդական առաքելություններին։ Այլ հարց, որ կան կազմակերպություններ, որոնք ըստ էության դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում եւ նաեւ այդ խնդիրն է, որ այս նախագծով մենք փորձում ենք լուծել։ Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու եւ ընտրակեղծիքները օրինականացնելու միտված։ Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է։ Մենք նաև միջազգայինների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ, տեղական դիտորդական կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ։ Մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը եւ հետեւաբար Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու եւ հայտարարում է, որ սա հերթական, հակապետական, հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքն է։ Այդ չմասնակցելու հետ կապված ես խոստացել էի, որ պետք է բացականները ներկայացնեմ, ասեմ, որ ազգային ժողովի գումարումից էսկոմ 4.5 տարվա ընթացքում ունեցել են 244 նիստ եւ օրինակ պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելարական բացակայությունն է։ Շնորհավորում ենք։